Շնորհակալություն, խնդրեմ ներկայանալ եւ ձեր հարցը ուղղել Արփինե Ալֆանին։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, հարցը ձեզ եմ ուղղում, Սամվել Կարապետյանի ուղերձում այսպիսի մի միտք կար, մենք ձևավորում ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ եւ նոր առաջնորդություն։ Ես խնդրում եմ, որպեսզի մանրամասներ հայտնեք, թե այդ քաղաքական ուժի նախանվանումը արդյոք այդ քաղաքական ուժը ստեղծվում է ընտրություններին մասնակցելու նպատակով, ինչ առաքելությամբ եւ նաեւ առաջնորդության հետ կապված առաջնորդը Սամվել Կարապետյանն է, ով է լինելու վարչապետի տեխնացում, խնդրեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ, առաջնորդի հետ կապված ես կրկնում եմ մեր այն կարծիքը եւ այն հայտարարությունը, որ առաջնորդը կլինի ընդունելի եւ ընկալելի մեր հանրության համար։ Իսկ անունը մենք կհրապարակենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը։ Մյուս հարցերը անունը, քաղաքական ուժի անունը եւ նաեւ քաղաքական թիմի վարչապետի տեխնացուի անունը մենք կհրապարակենք տարվա սկզբին քաղաքական ուժի ստեղծման համագումարի ժամանակ։ Բայց այդ ընտրությունների մասնակցություն ունենալ։ Միանշանակ։ Շնորհակալություն, Armenia Today, Աննա։ Առաջին հարցս վերաբերում է հետցին, հետցի լիցենզիան դադարեցնելուց հետո հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ առաջիկա ամիսներին բանակցություններ են սկսելու հետցի գույքի սեփականության իրավունքի փոխանցման մասով։ Հետաքրքիր է, բանակցությունները սկսվել են թե ոչ, եւ որպես հարցի շարունակություն հետցի լիցենզիան դադարեցնելուց հետո որևէ միջպետական կամ միջազգային գործընթաց սկսել եք այս մասով։ Եվ երկրորդ հարցս վերաբերում է ԶԼՄ-ների տարածված տեղեկությանը, ըստ փաստաթղթի, որը հասանելի էր դարձել ԶԼՄ-ներին, ձեր վերաբերյալ ռազմական ոստիկանությունը հարցում էր ուղղել բժշկական կենտրոններ։ Հետաքրքիր է, դուք տեղյակ եք այդ փաստաթղթից եւ ինչ նպատակներ եք տեսնում, ինչու հենց այս փուլում որոշեցին ձեր առողջությամբ հետաքրքրվել։ Ես շնորհակալ եմ, որ իմ առողջությունը կարևորվում է այդքան, որ հետաքրքրվում են։ Ինձ ուրախ կլինեմ, որ իրենք էլ հետևեն եւ ավելի աչառ լուրջ լինեն։ Ինչ վերաբերվում է հետի հետ կապված հարցերին, կա միջազգային դատարանի որոշում, որ Հայաստանի պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում։ Դա նշանակում է, որ Հայաստանը միջազգային իրավական process-ների կատարման ուղղությամբ իր վերցրած պարտավորությունները առաջի անգամ երևի չի կատարվում։ Դրա պատասխանատվությունը իշխող որոշում կայացնողի վրա է, որի հետևանքները ժամանակի ընթացքում ցավոք Հայաստանի Հանրապետությունը ստիպված է լինելու կրել։ Որևէ բանակցություն չենք պատկերացնում, քանի որ կա որոշում, որ այս process-ները դադարեցվի միջազգային արբիտրաժի որոշում։ Իհարկե աջափնյակի դատարանն էլ կարևոր ինստանցիա է, բայց միջազգային արբիտրաժի որոշումով արդեն ոնց որ այդ որոշումը կա եւ կարծում եմ պետք է պետությունը կատարի, որովհետեւ դրա հետևանքները կարող են խնդրարույց լինել։ Շնորհակալություն։ Այլակ Ֆարադյան իրականում է։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, արդյոք Հայաստանի վարչապետը հաջորդ